Տեխնացու իմպիչմենթի առաջադրել Դավիթ Համբարձումյան, ՔՊ-ում արդյոք այս հարցը հասցրել են քննարկել, ինչ դիրքորոշում ունեք։ Այդպիսի հարց չեն քննարկել վերջին հանդիպումների ընթացքում, պետք է ասեմ դա իրենց իրավունքն է, կարող են անել են ինչ ուզում են, այդպիսի բազմաթիվ տեխնացուներ են իրենք առաջադրել ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչների, դրանց իրենց ձախողումից հետո նաև պայմանական ասած կարկառուն հոգևորականների, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, հիմա նշանակում, այսինքն առաջադրում են համայնքային պաշտոնյաների, մենք որպես կառավարող մեծամասնություն մտահոգություն չունենք հանրապետականի այս կամ այն առաջադրումների մասով, մենք վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է, հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն, այն է 50+1 ձայներով հաղթանակ ենք անելու։ Գյումրի եւ Փարաքարի ընտրությունները մեծ հաշվով թիմ ընտրություններ են եւ դրանք քաղաքական առումով մտահոգություն չունեցող ընտրություններ են մեզ համար, ինչ նկատի ունեմ, որ մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել, պիտի ասեմ, որ դրանով պայմանավորված նաեւ Գյումրիում մեր տեխնացուն առաջին տեղ է զբաղեցել, այո, ձայների թիվը բավարար չի եղել եւ ընդդիմությունը կարողացել է կոալիցիա կազմելով Գյումրիում իշխանություն ունենալ, բայց դրանք տեղային ընտրություններ են եւ հենց այդ տեղային լինելու տրամաբանությունը ապացուցվում է մի պարզ բանով, որ նույն քաղաքական ուժը նույն օրը անցկացվող ընտրություններում իրարից ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա խոսքը Գյումրի եւ Փարաքարի մասին է, օրինակ ապրելու երկիր կուսակցությունը միտեղ հավաքում է 57% ձայն, մյուստեղ հավաքում է 3 եւ նույնիսկ Շեմը չի կարողանում հաղթարել, սա գալիս է ապացուցելու, որ սրանք անձով պայմանավորված ընտրություններ են եւ մենք այստեղ մտահոգություններ չունենք։ Առավել եւս ես վստահ եմ, որ դուք էլ չեք կարծում, որ 2026 թվականի ընտրություններին Գյումրիի օրինակով օրինակ հանրապետությունում կոմունիստական կուսակցությունը կարող է 20 եւ ավել տոկոս ձայն ստանալ, այնպես որ այստեղ եւս մտահոգվելու ոչինչ չունեմ։